Ինչպես է պատահում, որ հենց ձեր ուժի հետ են այդպեսի մենակ, այսինքն իրական չեն այդ փաստերը, չկան այդպեսի փաստեր։ Շնորհակալ եմ հարցի համար, եթե կարելի է նախախոսք ասեմ ու անցնենք հարցերի պատասխանմանը։ Նախ հարգելիներս շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր հետ տվեցիք մեկնարկը քարոզչության, այսօր մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց պաշտոնական ու նախընտրական քարոզչությունը ու պատահական չէ, որ մենք հենց ազգային ժողովից ենք մեր մեկնարկը տալիս, սա խորհրդանշական օր է, 8 տարի առաջ մայիսի 8-ին այսօր գործող վարչապետը ընտրվեց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընտրվեց ժողովրդի վստահության քվեն ստանալով ու լրջագույն խոստումներ տալով, խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացվեցին ու ոչ միայն չիրականացվեցին, այլև մեր պետության, մեր բոլորիս, մեր ազգի համար ու մեր պետականության համար այս գործչի որպես վարչապետ ու որպես իշխանության կայացումը ունեցավ ողբերգական ու ճակատագրական հետևանքներ։ Հիմա մենք կանգնած ենք ազգային ժողովի դարպասների դիմաց, որը Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության ասեց բացվելու են ժողովրդի առաջ։ Բացեցին, այնուհետև այնպես զոդեցին, որ մարդիկ չեն էլ համարձակվում այլևս այս դարպասներին մոտ գալ։ Այս փողոցը ընդհանրապես տեսել է շատ խոստումներ, ելույթներ, նաև տեսել է հուսահատության պահեր, որը ես անձամբ կիսել եմ։ Ես այստեղ ոչ միայն որպես Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ եմ, ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իրավաբան, որպես կին, որպես մայր, որովհետև ինձ համար այս իրականությունը ընդունելի չէ, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ երկրում իրավունքը ու օրենքը ծառայեցվում է կոնկրետ քաղաքական ուժի շահերին, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ հայրենակիցներին վախեցնում են և ճնշում են ու հուսալքություն են տրամադրում։ Մեր երկրում մարդկանց մոտ հույսի ճրագ այնքան էր մարել, որ ի վերջո հայտնվեց այն առաջնորդը, պարոն Կարապետյանը, որ լինելով այդ պահանջը բավարարեց, լինելով քաղաքականության մեջ նոր, ունի բացառիկ փորձառություն։ Ու պարոն Կարապետյանը այդ մարող կրակը բոցավառել է։ Այսօր մենք մի իրականություն ունենք, որտեղ մեր երկրում Հայաստանի Հանրապետությունը լինելով բացառիկ իր պետություն ջրային ռեսուրսներով, մենք ամբողջ օրը մարզերով շրջում ենք, մարդիկ լրջագույն ջրի խնդիր ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանում է 15,000 ԱՄՆ դոլարի մոտ բոնուս պարգևավճար, մինչ Հայաստանի Հանրապետության մարզում երեխա է սոված քնում, իսկ ծայրահեղ աղքատությունը առկա է, էլ չասեմ աղքատությունը մարզերում, որոնք որոշ տեղերում անգամ կրկնապատկվել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, որը տուրիստական զմայել է, ընդամենը մարզերում ունենում է 0-ից մինչև 2% տուրիստական այցելություն։ Մեր երկիրը ունի ծաղկման, բարգավաճման, զարգացման բոլոր հնարավորությունները, բայց ամենալուրջ խնդիրը այսօր անվտանգությունն է ու այդ օդից կախված ոչ իրական խաղաղությամբ մեզ սպառնում են, վախեցնում են և այն կուսակցությունը, որ արդեն 3 սեպտեմբերյան պատերազմ է բերել մեր գլխին, լրացուցիչ սեպտեմբերյան պատերազմով է սպառնում իր ազգաբնակչությանը։ Այս իրականությունը փոխելու, փոփոխություն բերելու պահանջով ենք մենք գալիս, կրկին ընդգծում եմ, վերջապես մենք ունենք այն առաջնորդը մեր երկրում, ով ստանձնել է այդ բեռն ու պատասխանատվությունը, մեզ համար պատիվ է իր հետ այդ բահանը բարձր պահելու ու այո, Սամվել Կարապետյանն է այն մարդը, որ կարողանալու է հանրային պահանջը փոփոխության կյանքի կոչել։
Այսօր, ահա, լսում եմ, անցնենք հարցեր։ Տիկին Մելոյան երեկվա Կայլը, ահա, շատ կներեք, էլի իհարկե գործընկերուհին արդեն տվեց, եթե հակակոռուպցիոն կոմիտեի հարցին է վերաբերում։ Տեսեք, մենք արդեն շուրջ 1 ամիս է եւ չհաշված ընդհանրապես, հա, մեր քաղաքական ուժը, միջազգային գործընկերներն ու դիտորդական առաքելություններն անգամ արդեն արձանագրել են, որ մեր նկատմամբ ընտրական գործընթացի կարևորագույն անկյունակարային հավասարության սկզբունքը խախտված է։ Մեր ուժի քաղաքական առաջնորդը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան ապօրինի սահմանափակումների տակ է, կներեք, ասեմ, անտրամաբանական անգամ սահմանափակումների տակ է, որովհետև այս քաղաքական ուժը կռիվը սկսեց պարոն Կարապետյանի ազատության հետ, այնուհետև կռիվ տվեց նրա նկարների հետ, այնուհետև կռիվ տվեց նրա անվան հետ, դատարանը նրա նկատմամբ բոլոր սահմանափակումները հանել է, բացառապես նրա ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Որն է նպատակը։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է, նպատակը սահմանափակելու պարոն Կարապետյանի հնարավորությունը մասնակցելու ընտրարշավին, որը նրա իրավունքն է ու մեր բոլորիս նրան աջակցող քաղաքացիների իրավունքն է, որը հանրային պահանջ է։ Այս միջամտությունները, հա, պարբերաբար մեր բոլոր մարզային կառույցներում քաղաքական իշխանությունը կատարում է միջամտություններ իրավապահ մարմինների կողմից։ Պարբերաբար առավոտը բացում է, խուզարկություն է տեղի ունենում, 15-20 աջակից, համակիր, աշխատակից բերման են ենթարկում։ Այն պարագայում, երբ օրինակ կա բարեկիրթ եղանակ, հա, որն է բերման ենթարկելու պատճառը, չկա օպերատիվ անհրաժեշտություն, այդ մարդիկ որևէ գործընթացից չեն խուսափում, իսկ իրավապահները հնարավորություն ունեն ծանուցագրերով բարեկիրթ եղանակով մարդկանց հրավիրել։ Առաջին նպատակը վախի մթնոլորտի տարածումն է, մարդկանց վախեցնելու, իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն արտահայտելու։ Երկրորդ, փորձում են արհեստական պատկեր ստեղծել իբրև թե ինչ-որ կաշառքների, հարգելիներս, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք, բնական կերպով մարդիկ տասնյակ հազարներով անգամ էս վախի մթնոլորտին, անգամ անկախ այդ ճնշումներից գալիս մեր գրասենյակներում գրանցվում են, անգամ օրեր, հիմա անդրադառնում, անգամ օրեր առաջ 74-ամյա տիկնոջով ընդամենը մտել էր գրասենյակ եւ անդամակցել էր, հա, թուղթեր ստորագրել, որ ցանկություն ունի անդամակցելու, տիկնոջը գնացել տանից բերման էին ենթարկել ու բնականաբար ժամեր անց բաց էին թողել։ Հիմա ձայնագրությունների բովանդակությանը կա նախաքննություն, ուր է անմեղության կանխավարկածը, հələ նախաքննությունը դեռ չմեկնարկած է, տրամաբանությունը որն է, խոսում են ինչ-որ պրոցեսի մասին, իշխանությանը առնչելի լրատվամիջոցները, այնուհետև հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները։ Մենք ունենք նախադեպ քաղաքական, երբ շատ հնչեղ քաղաքական գործով սրբազան շարժման մասին է, շուրջ 2 ամիս տարածվեց ձայնագրություն, շրջանառվեց, մանիպուլացվեց, այնուհետև պարզվեց, երբ նախաքննությունը ավարտվեց ու փաստաբաններն այլևս կաշկանդված չէին նախաքննության գաղտնիքով, որ այդ ձայնագրությունը խմբագրված էր եւ վերցված էր տարբեր ձայնագրության տարբեր հատվածներից։ Հիմա ով է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստի են, ով է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելի մարդիկ են, ով է հերքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները, ուր է մնացել անմեղության կանխավարկածը, ու գիտեք ամենաամոթալին ու մտահոգիչը ինչն է, որ այս իշխանության ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնատար անձինք սկսած վարչապետից նախարարներով, падգամավորներով իրենց թույլ են տալիս այս ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով մանիպուլացնել, ռիլեր սարքել, պոստեր անել, ես անկեղծ զարմանում եմ, հա, այս մարդիկ գործով երբ են զբաղվում, հիշում եք, դուք ոչ անձամբ, բայց պարոն Կարապետյանը Նարեկը ասել էր, որ ներքին քննություն կանցկացնել։ Հարգելիներս, արել եք թե ինչ եզրակացություն։ Հարգելիներս, մենք ունենք նախահրապարակված սկզբունքներ գործունեության, մենք առաջին խնդիր չունենք մարդկանց
կաշառք բաժանելու, դա չէ մեր ձևը։ Մենք մեզ համար անթույլատրելի է նման խոսույթը։ Դուք գիտեք, Նարեկ Կարապետյանը այն անձն է, որ երբ հիմնադրվեց մեր ձևով շարժումը, ըստ էության նա իրավիճակը երկրում փոխեց հասարակության մեջ ներմուծելով բարեկիրթ խոսույթը։ Այս բարեկիրթ խոսույթը այնքան ջերմորեն ընդունվեց մեր հանրության կողմից, ու հենց դա էր հանգամանքներից մեկը, որի շնորհիվ նաև այսպիսի մեծ ու լայն հանրային աջակցություն մենք ստացանք, որ անգամ իշխող կուսակցությունը ինքը էթիկայի կանոնագիրք ընդունեց։ Էթիկայի կանոնագիրքը բնականաբար մի քանի օր կարողացավ գործել, որովհետև այս մարդկանց սովորույթի ուժի մեջ չէ բարեկիրթ լինելը, իրենք ընդդիմախոսներին, թիրախավորում են, վիրավորում են ու կրկին ընդգծում եմ։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք։ Մենք քաղաքացիներս ունենք ավելի լայն իրավունքներ, թեկուզ խոսքի շրջանակների ավելի լայն հնարավորություններ, քան մեր երկրի պաշտոնատար անձինք։ Իրենք կաշկանդված են իրենց խոսքով, իրենք կաշկանդված են իրենց պաշտոնով, եւ դա ընդհանրապես իմ կարծիքը չէ, դա մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան ու կոնվենցիոնալ իրավունքներն են։ Իսկ ընտրողը ինչպես հանրությունը ինչպես համոզված լինի, որ այդ ձայնագրությունները ինչպես նշվում է մոնտաժված է կամ կեղծ։ Հարգելիս հենց դա է խնդիրը, պետք է օպերատիվ, ինչի է նախաքննություն ընթանում։ Նախաքննության իմաստը այն է, որ այս բազմակողմանի լրիվ օբյեկտիվորեն գործերը ուսումնասիրվեն, փորձաքննություններ իրականացվեն, հենց դա է խնդիրը։ Արդյոք բնականաբար այն հանգամանքը, որ իրավապահ մարմինը նախընտրական ծիրում անընդհատ մեր համակիրներին, աջակիցներին, գործընկերներին նման կերպով բերման ենթարկում, արդեն ավելի քան 200 բերման ենթարկված մարդու մասին է խոսքը։ Պատկերացնում եք, մեր ընտրացուցակից, նախընտրական ցուցակից 4 տեխնացուի նկատմամբ խափանման միջոց է կիրառված։ Սա կրկին ընդգծում եմ, նախընտրական գործընթացի անկախության, հավասարության, օբյեկտիվության, արդարության բոլոր հիմնարար սկզբունքների խախտում է եւ ակնհայտ է, որ իրավապահ մարմինները բացառապես քաղաքական շահեն սպասարկում այսօրվա դրության։ Ես սա ցավալիորեն եմ արձանագրում, ասեմ ավելին, որոշ դեպքերում ավելի առաջ անցան, ես դրա մասին ձեզ իրազեկել եմ, որոշ դեպքերում բերման ենթարկված քաղաքացիների մոտ թույլ չէին տալի փաստաբանների մուտքը։ Սա ինչ-որ հերթական նոր սահմանահատումներ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից կներեք հերթի կառույցների Տոնի եւ Մարալիկի, որ տասնյակ անձինք են բերման ենթարկվել, ձերբակալվել, դուք տեղեկություն ունեք, սրանք ինչի վերաբերյալ են։ Այսօր։ Այո։ Հարգելիներս, ես ցավոք սրտի գալիս էի այստեղ, բայց զարմանալի չի, որովհետև մենք գրեթե ամեն օր արթնանում ենք այս լուրերով տխուր, որ հերթական մեր շտաբի նկատմամբ, գրասենյակի նկատմամբ իրավապահների արշավն է տեղի ունեցել, այսինքն մեր աշխատակցին ինչ է անում։ Ինչ ո՞րն է նպատակը։ Նպատակը միակն է մեր աշխատանքները նախընտրական կատվածահար անելը, միակը չի։ Եվ երկրորդը մեր վերաբերյալ թյուր հանրային կարծիք ձևավորելը, որը այս իրավապահ մարմինները գնդակը նետում են քաղաքական գործիչների դաշտ, քաղաքական գործիչները կրկին ընդգծում եմ առավոտից երեկո իրենց բանու գործ թողած սկսում են մանիպուլացնել։ Կարող է, որ իրենք մի քիչ ավելի շատ գործով զբաղվեն ռիլեր նկարելու փոխարեն մեր երկրում աղքատության պատկերը այսքան տխուր չլիներ, կամ մեր երկրում հանցագործության, հիմա տեսեք, իրավապահները եկել են հասարակական կարգ են, պահպանում։ Հանցագործությունը կրկնակի աճ է տվել, հանցագործության տեսակներ ունեն մի քանի պատկվել են մեր երկրում, գողությունա, թմրամոլությունա, ավազակային հարձակումներ են, կարող է այս ամենը, կարող է իհարկե նոր բնականon է ու նորմալ ու նաև անհրաժեշտ է, բայց իմ խնդիրը կանում է նրանում, որ թվականակով մեր ռազմական բյուջեն կրճատվել է, ներքին գործերի նախարարության բյուջեն էականորեն ավելացվել է, ու սա պետք է ենթադրեր, որ այդ ավելացման, այդ ուռճացման արդյունքում պետք է հանցավորությունը ուղղակի համեմատությամբ իջներ, բայց պատկերը լրիվ հակառակն է, ինչքան ներքին գործերի նախարարության ռեսուրսը մեծանում է, այնքան դրան զուգահեռ հանցավորությունն է աճում, արդյոք սա մտահոգիչ չէ, արդյոք դա նրա հետևանք չէ, որ երկրում ըստ էության իրավապահ մարմինները քաղաքական շահ են սպասարկում, ձեր հարցներն
հասկանալ, հիմա դուք այստեղ շփվեցիք լրագրողների հետ, լրագրողների հարցերին պատասխանեցիք, իսկ մարդկանց հետ շփումները այսօր ինչ եք ծրագրում եւ առհասարակ քարոզարշավի ընթացքում մտնելու եք բակեր, դռներն եք թակելու ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Հարգելիներս, մենք այսօր չէ, որ անկեղծ ասած նման գործունեություն ենք ծավալելու, բնականաբար այստեղից գնում ենք մեր քաղաքում իրազեկման ակցիա իրականացնելու, մենք արդեն սկսած նախորդ կիսամյակից անընդմեջ այցեր ենք ունեցել մարզեր, բնակավայրեր, գյուղեր, ու ասեմ, այդ մարզերը ընդամենը այդ ինչպես սովորության ուժով, հա, այս քաղաքական ուժը արելա սուտ խոստումներ տալը չի։ Մենք գնացել գույքագրել ենք մարդկանց խնդիրները, մենք գնացել լսել ենք մեր հայրենակիցներին, իսկ հիմա մենք վերլուծություններ կատարելով պատասխաններ ենք բերում ու մի կարևոր հանգամանք ասեմ, հա, այսօր խորհրդանշական, այսօրը նաև այստեղից մեկնարկում ենք, որովհետև երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանություն եկածը չի, պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի գնալու հիմքով, այս ուղերձն ենք տալիս և ասեմ ավելին երեկոյան ժամը 7-ին մենք մեր հաղթական արշավի ամփոփումը այսօրվա իրականացնելու ենք հաղթանակի զբոսայգում, հաղթանակի զբոսայգից մեկնարկում են հաղթանակները և մենք համոզմունք ունենք, որ մեր քաղաքացիները այս փոփոխության հետքով գալու են և մենք համոզմունք ունենք, որ մենք հաջողությամբ ենք այս արշավը պսակելու։ Մենք օրացույցը հրապարակել ենք, ձեր տրամադրության ներկայ շնորհակալ եմ։